Մուսալեր հարգանքներս։ Հա, բարև ձեզ։ Մենք գնում ենք շատ սիրված առաջին հերթին մորաքերոջ։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը դուք ունեք անակնկալ, հետո քավոր կնոջ եւ իհարկե հորեղբոր կնոջ ծննդյան օր շնորհավորելու։ Երազանք պայք չեք, բայց իմացեք կատարվելու է այս երազանքը։ Մեր Գևորգ Բախտավորյանը շատ սիրում ու հարգում է իր մորաքրոջը։ Հիմա ես ուզում եմ ձեզ նվիրել, արդեն հասկանում եք, չէ՞ քանի վարդ կլինի ստեղ։ Բախտավորյանը գտնվում է Եվրոպայում։ Ինչ եք ուզում ասեք մեր Գևորին, հəl ասեք։ Եվ շատ ուշադիր է իր այստեղի հարազատներին, մանավանդ մորաքույրներին։ Շնորհակալ եմ Գևորգ անակնկալի համար։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Ընկերներ, օրը արևոտ է, գեղեցիկ եւ լուսապայծառ։ Եվ այս օրը մեզ դառնում է ուղեկից դեպի Մուսալեր գյուղ։ Գնում ենք Մուսալեր գյուղ սիրված ու հարգված, անչափ հարգանք վայելող մի հրաշալի մորաքրոջ ծննդյան օր շնորհավորելու եւ ասեմ, որ այս թեմայի մեջ բախտավոր խառը սիրուն թեմաներ կան։ Մեր Գևորգ Բախտավորյանն է մեր հավատարիմ, մեր շատ սիրելի հետևորդը եւ պատվիրատուն։ Արդեն 2 տարի է ճանաչում եմ Բախտավորյանին եւ բախտ եմ ունեցել նրան ճանաչելու, նրա բախտավորությունից ինձ էլ է բաժին ասել, Բախտավորյանը գտնվում է Եվրոպայում եւ շատ ուշադիր է իր այստեղի հարազատներին, մանավանդ մորաքույրներին, որովհետեւ համարյա թե բոլոր մորաքույրներին արդեն տարել են անակնկալներ, այսօրն էլ բացառություն չի։ Վերցրել ենք սիրուն վարդեր, ծաղիկներ ու գնում ենք ուղիղ Մուսալեր։ Մուսալեր հարգանքներս։ Լավ մնացեք, լայքեք, բաժանորդագրվեք ու անպայման գրեք տեսանյութի տակ։ Գիտեք, որ մենք ինչ գործ ենք անում, թե չգիտեք։ Եթե նոր եք տեսնում, ուրեմն միացեք մեր էջին։ Միացեք, միասին փոխենք աշխարհը, փոխենք Հայաստանը եւ դրական էմոցիաներ հաղորդենք on-line հարթակում։ Քանի որ on-line հարթակը բավականին ժամանակ է, որ ծանրաբեռնվել է ավելի շատ բացական լուրերով, քան դրական։ Իսկ մենք դրականի հետևորդներն ենք ու տարածողները, ով միանում է մեզ, դառնում այս դրական ալիքի բաղկացուցիչ մասը, մենք մի ընդհանուր օրգանիզմ ենք, որը որոշել է ամբողջ աշխարհին տալ պլյուս, միայն պլյուս լայքեր, բաժանորդներ ու տարածեք։ Գնացինք առաջ։ Թողմանյայի սուրբը լինի գյուղիս պահապան, Աստծո լույսը թող անպակաս լինի ամեն բան, ամեն մի ուլալիսից շրակներ տան, թող որ ճամփան չբռնի նա օտարության, ամեն մի ուլալիսից շրակներ տան, թող որ ճամփան չբռնի նա օտարության, ուլալիսու հետ անցիր բարդ ու դժվար ճանապարհ, Հարազատներս, մենք հիմա շարժվում ենք մի ճանապարհով, որը շատ շուտով ամբողջովին հիմնահատակ կվերանորոգվի եւ կստանա այլ տեսք առանց այս ուզորների, այս խաղերի, որ մեքենային վնասում է շատ հաճախ։ Ձախից քանդել են սարը, տեսեք ինչ գեղեցիկ բնապատկեր են ստացել, սա բնությունն է մեզ համար ստեղծել այս պատը։ Շատ գեղեցիկ է, Երփինով անցնելուց անպայման կնայեք, իսկ մենք հենց նոր ինչպես նշեցի, անցնում ենք Երփինի տարածքով, Երփինի սարերն ենք նկարում, Վայոց Ձորյան գեղեցիկ տեսարանն է սա, այս նայ սիրուն բաներ են, ես ծաղիկներս, չգիտեմ սրանց անունի չա, բայց շատ սիրուն են։ Հարգելիներս, երբ որ մուտք է գործում Վայոց Ձոր, սա հենց առաջին տեսարանն է, որը դուք կտեսնեք միշտ։ Մենք ուրախ ենք, որ ապրում ենք այստեղ եւ հպարտ, որ ունենք այս գեղեցիկ եւ սուրբ հողակտորը, որի համար շատ կյանքեր ընթացվեցին վաղաժամ հերոսների, շատ կյանքեր էլ հերոսաբար շարունակում են մնալ ու պայքարել այս հողի համար։ Մեր գործն էլ այն է, որ ուշադիր լինենք նրանց հանդեպ, հարգենք մեկս մյուսին, սիրով լինենք եւ միասնական։ Հայ գենը պահենք սրբության նման, որովհետեւ ուրիշ կերպ չես կարող պահել։ Եթե մի բան չլինի քո համար սրբություն, ուրեմն չես կարող նրան ճիշտ վերաբերվել։ Իսկ այս պարագայում հայրենիքը մեր սրբությունն է, պետք է պահենք ինչքան հնարավոր է շատ։ Հիմա տեսեք աշխատասեր մարդկանց աշխատանքը, այս վառ կանաչը ծորենի արտեր են։ Շուտով ծորենը կհասնի եւ մարդիկ դրանից ալյուր կստանան։
Ես կցանկանայի, որ ամբողջ Հայաստանի տարածքում զարգանար հողագործությունը, որպեսզի մենք տնտեսապես կախված չլինենք ոչ մի պետությունից եւ ունենանք սեփականը մեր երկիրը պահելու ունակ լինենք, հզոր լինենք կանգնած մեր տեղում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ հիմա գնում ենք Մուսալեր գյուղ։ Հայրենիքիս ջուրը զուլալ Բարեկամներ, անուշ եղբայրներ եւ քույրեր, Մասիսն ու Սիսը փայլում են արևի տակ, ինչ գեղեցիկ է, լտնանք եղբայրը ինչ խնդիր ունի։ Բարի օր ձեզ բարեկամներ, են ինչ էլ է։ Ընկերներ, Մասիսը այսօր պշտված է, շատ գեղեցիկ է։ Եվ ամեն տեղից նայելիս ջերմակ լուսապայծառ գագաթն է երևում Արարատին։ Իսկ մենք հիանում ենք ու նկարում։ Մենք հասանք երազք, ճանապարհին կանգնեցինք, օգնեցինք մարդկանց, ովքեր մնացել էին ճանապարհին, հնարավորինս շատ, ինչքան կարող էինք օգնեցինք, հիմա գնում ենք ուղիղ Մուսալեր։ Իսկ ճանապարհին հիմա կտեսնենք մեր օգնությունը ուր է հասել։ Մենք զանգեցինք էվակուատոր, ավտոքարշակ գտանք երազքից, նա շատ լավ անուշ աղբեր էր Արսենը, Արսեն ջան բարև եթե կտնես, երազխավանց օգնելումը Արսենի բարևներ ես, Արսենը ես սիգնալները տալիս եմ, Արսենը աղբերներ, կանաչ էվակուատորով, έλա որ փրկի մեր բարեկամներին։ Մենք էլ շնորհակալ ենք Արսենին, մենք էլ Նհո աղբորով է ճանաչում Արմաշից, մեր աղբերն է, մոտոյով Նհոն, եվ մոտոյովներ հիմա չուն, հիմա BMW-ա քշում, արդին անուշ աղբեր։ Անուշ աղբերների լիքը ոնց բազմություն կա, որ ես ինձ լավ եմ զգում։ Հայաստանը հարուստ է, գիտակից ու խելացի հայրենասեր մարդկանցով։ Շնորհակալ եմ բոլորից։ Ընկերներ, ծածանվում է հայոց եռագույնը եւ կարծես այն դարերի խորքից է ծածանվում, հիշեցնելով, որ հայը եղել է, կա ու կլինի իր գենով, իր հզորությամբ եւ պատկերով, տարբերվող, հայերը միշտ կառավարել են աշխարհը ու այդպես է լինելու է։ Հիմա մնում է, որ Հայաստանում իրավիճակը այնքան լավ լինի, որ մենք ամբողջովին զգանք ու գնահատենք ինքներս մեզ, սիրենք ինքներս մեզ ու բարգավաճենք։ Ճանապարհները մեզ տանում են լավ տեղեր միայն։ Մնում է միասնություն եւ սեր հարգանք մեկս մյուսի հանդեպ, գնացինք առաջ։ Այսօր հայոց լեռնաշխարհի լեռները որոշել են շողալ, ինչը շատ հաճելի է տեսնել ու վայելել այս գեղեցիկ տեսարանը, ապա տեսեք Արագածը ինչպիսի գեղեցկությամբ է հիմա զարդարվել, ամբողջովին սպիտակի մեջ է, իսկ ներքևում արդեն Ну говори же, говори. Գարուն է, իսկ վերևում ձմեռ։ Արագածի տարբերությունը Արարատի հասանելի է բոլորիս ու կարող ենք շատ հանգիստ գնալ ու բարձրանալ նրա գագաթով։ Ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Ընկերներ, շատ հետաքրքիր ընդմիջում լուսացույցի տակ։ Տեսեք ինչպես է խաղեր տալիս մեր վարպետը։ Այս բաների վարպետը է, ինչ է դրա անունը, որ ֆռում է օդի մեջ։ Ով գիտե անունը, ասեք։ Ապրես բարեկամս, ապրես արժանի ես գովեստի եւ հենց հիմա հենց այս պահին դարձի պես հալավենա։ Ես նրա պետք է ասեմ շնորհակալ եմ։ Ոչինչ։ Շատ հետաքրքիր ներկայացում էր։ Փորձենք բարեկամին մի քիչ փոխ տալ։ Նկարի, աղբեր նկարում ենք։ Նկարում ենք բարեկամս։
Հա, նկարում ենք, վերց էսի, վերց։ Ախ, բարեկամս, դու լավ տպավորից չես, ենի չէր։ Մի հատ Corolla էր, ինչ էր, սիգնալ տվեց, ասենք մեր բարեկամի գործերին էր խանգարում, չգիտեմ ինչի համար, ինչ էր գցե բռնե, որ կարատես խանգարի։ Փորձում էի գումար տալ, նայել անհամբերությունից տիտ, որ ինչ։ Ես սկսեմ արդեն հասնում եմ մի 5 րոպեից, որ խոսամ ու մտնեմ ներս շնորհավորանքներ անելու։ Total asıl şeydi, çoktan ne yeni protezim oldu. Hele o bana bir povoftaras. Ha, laf, haskatsa. Kocaman keses asıl kezeli. Ve burası en molkuleri çabettanım. Ben çünkü arazda atuk volte basım. Asıl kez. Morkul, kavorkin, oparikin asıl jogis. Ha, horkur, horkur. O parası Irak'ı amusine, o parası arayla morkuris. Ha, morkur. Hastaki kavorkin. Zaten morkurundan geçer. Всё, ախպերս, լավ, վերջ, դե մնացած ես արդեն Վարդանի հետ կխոսամ։ Լավ ախպերս, դե չխանգարեմ քեզ, դե անփորձանք, լավ։ Ախպերս, հավեսով ալելու, ուրիշ տարբերակ չկա։ Լավ։ Լավ ախպերս։ Ընկերներ, ինչպես հասկանում ենք, մենք գնում ենք շատ սիրված առաջին հերթին մորաքերոջ, հետո քավոր կնոջ եւ իհարկե հորեղբոր կնոջ ծննդյանոր շնորհավորելու։ Մեր Գևորգ Բախտավորյանը շատ սիրում ու հարգում է իր մորաքրոջը։ Էլի մորաքույրներ ունի, բոլորին էլ շատ է սիրում, բայց այս մեր շատ սիրելի մորաքրոջը շատ է սիրում։ Անունը չեմ ճշտի, դրա համար ասում եմ մորաքրոջը։ Վարդան, միթե չզանգենք մի հատ Վարդանի հետ խոսանք, տենանք ինչ ասում էր Վարդան ախպերը, հա։ Հա, ապա էր տեղ ունեցել այստեղ եւ խցանում է առաջանում դրա պատճառով, հիմա հետ գալուց մենք էլ ենք այդ խցանման պատճառների մեջ ընկնելու իմ պատկերացմամբ։ Հա, դե հիմա ախպերը բան եմ անում։ Վարդանն եմ զանգում, Վարդանին զանգեմ, մայրիկի անուն ճշտում անեմ։ Բնականաբար, հա, ստեղ ձախ ենք անելու։ Հա, Ղազվարոտ է։ Ստեղ մի անգամ եկել ենք Մուսալեր, չէ։ Ալո, Վարդան ջան։ Բարեկամս, մամայանը կասես։ Գոհար, լավ իմ ախպեր, լավ։ Դե ենա բանով գալիս եմ Մուսալեր զանգեմ քեզ, ես պայն արդեն համարյա էշմիացնեմ ես։ Այսինքն ձեր մոտ եմ էլի, ձեր մոտ եմ արդեն, ես Երևանից եմ գալի, արդեն ձեր մոտ եմ, հիմա այն բանն եմ անում, շրջադարձն եմ անում, որ գամ մտնեմ ձեր թաղերը։ Ախպեր, տեղս, առաջի կամերայի մոտ եմ, ընտիր ասիմ տեղս, այրեպորտից հետո առաջի կամերա։ Հա, չէ, բան, բոքսեր է ախպեր, գազ ապրավկա չկա ստեղ։ Բոքսեր է, Վարդան ջան, բոքսեր, մեկ էլ անձնաբուժական դեղատուն։ Հիմա անցի։ Էտի անցնում եմ, չեմ մնում։ Տիկին Գոհարի ծննդյանորն է։ Տիկին Գոհար, դուք չգիտեք, որ հիմա գալիս ենք ձեզ ուրախացնելու, բայց մեր Բախտավորյանին ճանաչելով գոնե մի քիչ պետք է կասկած ունենաք, որ հնարավոր է գանք ու շնորհավորանքներ հասցնենք ձեզ։ Վարդան, ասա։ Մուսալերը հələ չի վերջացել, չէ՞։ Չենք տեսել վահանակը, որտեղ որ վերջանում է Մուսալերը։ Այսքան անցել ենք ստեղով, չեմ մացել, որ Մուսալերն ենք։ Մուսալերի 40 օրը։ Հզոր անունն է Մուսալերը։ Փրկության եւ սկզբի անուն է Մուսալերը։ Ահա, Մուսալերը պրծա պտղունքից մտնում ենք, չէ՞ Վարդան։ Հա։ Այո, ստեղից մտնում ենք։ Ինձ թվում է տեսեք ինչպես է բալիկը տուն հաց տանում, հեծանիվով ապրի, արդեն փուչուր տարիքից նա սկսել է հաց տանել տուն, ինչ է դու։ Հա, ապրով տես չել է մեր վախտերով, բարեկամ, դու մենակ հաց ես տար, ես ամեն ինչ։ Հիմա զանգ ենք, չէ, բայց ախպեր։ Աչարել եմ պուրպուլակի մոտ եմ Արամիկի։ Մալադեսի ու ապրես ու ես բարձրացի։ Ու է բարձր։ 50 մետրել ես բարձրանում, մի հատ
Պունջուր պահջոմա, տենց ռեսկի պահջոմա։ Հա, Այդ պահջոմը հելում ես, Հա։ անգամից ձախ չես անում։ հա, Երկրորդ ձախն ես անում, որ կանալը բաժանում է, երկու հատ ձախ է, Հա։ 10 մետր է իրար ստար։ Հա։ Երկրորդով ձախ ես անում, 200 մետր առաջ ես, դեղին աբիցով կողտունա, ժայլուսներով դարպասա, այդտեղ գոշեմ, մի հատ 99-որ եշկայակայնս, մի հատ քո ավտոն էլի, Viber-ի տավտոն, ախպերս, Viber-ի գլավնին է տավտոնը։ Հիմա այդ քո պուճուր դիքը հելա հաջորդ ձախով մտնում են։ առաջի ձախը չէ, Զուգահեռ ձախեր են, էլի, հա։ Աբրես, հասկացանք իրա, ձախարը 150 մետր է, առաջացի աչյուրի տուննա։ Всё, ախպերս, դու տունն ես։ Չէ, տունը չէ։ Դե բարեկամս, լավ, ուրեմն լավ մնա կապի մեջ, մենք գնացինք։ Լավ։ Բարեկամներ, մենք հիմա պտղունք գյուղում ենք երևի, բայց մուսալեր են մեզ ասել, որ գալիս ենք, ուրեմն մուսալեր են գալիս, ահա մեր Վարդանի եշկան, սիրուն է, Mercedes քշողները նշանակում որ դզված մարդիկ են։ Այս կլա սաղբեր, բա ասած եշկա։ Դե իմ համար սա այս պահը եշկա է։ Ահա, մենք հասել ենք արդեն մորաքրոջ օջախ, մնում է պատրաստենք, իշնենք, անակնկալ անենք։ Մի հապաղիր, անակնկալիր։ Ինչի ախպերս, հա? Այն ինչ անենք, կամերան չի նայում մորաքույրը։ Ասենք քավորը կարող է նայի, քավորքին հեսկի վեջինը չի որ ունե կամերա կա։ Սիրուն ծաղիկներով արի, մի քիչ խոսանք ու գնանք։ Ընկերներ, հիմա ես լավ չհասկացա պտղունքում եմ թե մուսալերում, բայց որ հանգստություն կա մի ուրիշ ձևի, չես էլ կարող պատկերացնել։ Քաղաքին կպած, բայց գյուղական անդոր ու հանգստություն։ Ընկուզի ծառ եւ հատել գեղեցիկ անակնկալ հենց հիմա ձեր համար գնում ենք Տիկին Գոհարին ուրախացնենք հա Վարդան գնում ենք զգուշ դանդաղ բայց հաստատուն հəլիշ սիրուն տոնածառները Հելոք մեն առաջ սանկած Հա, բարև ձեզ Մեր գոհար, Տիկին Գոհարը ձեզանից մեկն է, հա? Ճիշտ եմ? Ով ում ծնունդն է այսօր? Ձեր ծնունդն է, ձեր ծնունդը Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը դուք ունեք անակնկալ եւ մի անգամից են լավ է որ հենա ունեք ընկերուհի կամ քույրի կամ հարևան ծափ տվեք, հա? Լավ ծափեր տվեք։ Ձեր ծննդյան օրը եկել ենք ձեզ ուրախացնենք, ուրախանում եք, հա? Ես տենում եմ ենք լավ է որ ուրախանում եք։ Ինչ իմացաք։ Ոստեղ գրած չէր Բախտավորյան։ Դու ոնց որ ես եկել Էլի մեկ է։ Հա, ուրեմ Գևորգն է։ Ուրեմ դուք ճիշտ եք։ Ուրեմ իմացեք ինքը ձեզ շատ սիրում է, հարգում է։ Դուք նրա համար ամենա լավ մորաքույրն եք։ Ասել է, էլի, հա։ Է մնացածն էլ է շատ սիրում, բայց ձեզ մի ուրիշ ձևի շատ է սիրում, դուք իր համար սրբություն եք նաև։ Ավոր կին։ Ճիշտ է։ Հոպ արի, կին։ Վա, իհարկե, ամեն ինչ գիտեմ։ Շնորհավոր լինի ձեր օրը, բարով եք ծնվել։ չնկարվեին, եթե ներս նկարվեին։ Դե հենա արդեն նկարվում։ Անակնկալը այդպեսին է, ու եթե Գևորգը Բախտավորյան ձեզ այդքան շատ է սիրում, նշանակում է ձեր համար տարբերություն չկա։ Սերը հասավտեղ հենց այստեղ էս Սուրբ Հացի կողքին, հա։ Դե երազանք պայք չեք, բայց իմացեք կատարվելու է այս երազանքը։ Ահա։ Ես ինչ ուրախ եք, շատ լավ է, ես ուրախացա, որ դուք ուրախացաք, մեր ամբողջ նպատակը հենց էդ է, որ դուք լիքը ժպիտներ ունենաք, հիմա ես ուզում եմ ձեզ նվիրել, արդեն հասկանում եք, չեք հանի վարդ կելնի ստեղ, կարող եք չասել, դուք հասկացաք, հա, տեսեք ինչ խայտաբղետ գույներ են, հենց հատուկ ձեր համար այդպես արվ է, Բարու գեղեցիկ ծաղիկներ ենք ձեզ տալիս։ Եվ իհարկե, որ ծաղիկները տալիս ենք։ Ավոր, լիքը լավ բաներ։ Բա, վախեցակ, չէ։ Դե, խորհուրդ է տրվում ծաղիկները արագ դնել ջրի մեջ, հələ մի հատ էլ որ ցես կտրեք, թեկուզ դուք ունեք լավ բուսական աշխարհ, գիտեք ինչպես խնամեք, հա։
Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն շնորհակալ ենք ուրախանալու համար։ Միշտ ուրախ լինեք։ Ինչ եք ուզում ասեք մեր Գևորին, հələ ասեք։ Չկա խոսքեր չկա որ ասեմ, շնորհակալ եմ Գևորգ տնեսան ակնկալի համար ու չգիտեմ։ Գևորգը ձեզնից շատ է ուրախանալ, որ այսքան ուրախացաք։ Դե մենք գնացինք, իմացեք որ ձեզ շատ սիրում է, հարգում է ու կգա շուտով երևի։ Հենա հելելա Գերմանիայի վճարովի տռասա փողատում է որ արագ գա, էլ չգիտեմ, կահաստե է գալի։ Հա, Բախտավորյան, գալիս ես։ Չգիտեմ գալիս է թե չէ, բայց ես ասել եմ որ գալիս էր։ Գոհարքույրիկ էս բաներ են, հա։ Մեղուներ են սրանք։ Սրանք ագրեսիվ են։ Հա, չեմ գնա։ Ինձ որ կծեց ես ընդից էլ չեմ գա։ Ես ինչ հանգիստ տեղ է, բայց հիմա մենք պտղունքում ենք, թե են մի տեղը։ Համ ուսալեր, համ պտղունք, չէ։ Ես հենց տենց էլ ասել եմ իմ տեսանյութի մեջ։ Սիրուն է եղել, ձեր ուրախանալը, հարստությունը, միշտ տենց ուրախ լինեք, լավ լինեք։ Շատ քիչ է լինում, որ սենց ուրախ մարդկանց հանդիպենք, լավ եղեք։ Մենք գնացինք, դուք մնացիք, իմ ձեռքին է գմփիկը, ինա դու ծռմռեմ, որ Վարդանը հանկարծ օրից մի օր չորոշի, որ պետք է վերցնի եւ բերի նորից որ տրակասնի, չիմանալը, որ մի անգամ տրակած գմփիկը էլ չի տրակում։ Նստիր Վարդան։ Գնանք, բարեկամս, գնանք հասնենք Եղեգնաձոր։ Քշես փախա փուճուրը, տեսեք ինչ գեղեցիկ պահ է, սա հեքիաթ է ուղակի։ Դե լավ Վարդան, հերիքա, նա մտավ արդեն նստեղ էր, որ չկա։ Օ մի հատ էլ փուճուր ունենք, նստիլ է։ Ընկերներ են, ընկերներով բան են անում։ Խաղում են։ Ընկերներ, նայենք ու հիշենք մեր փուճուրներին։ Բարև ձեզ։ Ոչինչ որ ձեր փուճուրներին նկարեցինք մի պահ։ Խնդիր չի, չէ՞։ Մեր սիրուն ալիքի համար, բարի ալիք է, էլի։ Վատ բաներ չենք ասելու առասպռավայա քշում, ես ինչ ձև է, ես ինչ կարգեր են։ Ճուտիկ, մթաթիկով արա։ Որ YouTube-ով գրեք Մարգարյան Ստեփան, մի անգամից կբերի։ Եվ դուք կունենաք լիքը ուրախ պահեր մեր տեսանյութերը նայելով։ Մի վախեցի, ախպերս, մի վախեցի։ Պրոֆեսիոնալ za rulom, Da, հաջողություն։ Մանկություն եւ արդարություն, արդարամտություն նույն հարթության վրա են։ Շնորհակալ ենք բարեկամս, որ զիջեցիր մեզ, սպասեցիր եւ այս արահետի վերջում լալիս է, իրեն ճղում է, տալիս է պատերով ուռենին։ Ինչի վառ ապացույցն է սա կավտերևները, սա շատ ուժեղ են կժկժ լացողներից է, էլի, ես շատ է լացում, դրա համար կեսի շատը չկա։ Իսկ ընկույզները արահետի մինչև վերջ մեզ կուղեկցեն ի նշան պոպոկության, պնդության ու առաջ գնալու, գնացինք Վարդան։ Ընկերներ, տեսեք պտղնիում ինչ գեղեցիկ աղբաման են կարգավորել ստեղծագործել։ Պտղունք։ Պտղունքում ինչ գեղեցիկ աղբաման են սարքել հասարակ բոշկայից, տարայից, յուղատարայից։ Տեսեք ինչ ես տեսնում եմ, որ տարբերվող է, ես մի անգամից չեմ կարող դրա կողքով անտարբեր անցնել։ Այնպես որ իմացեք ընկերներ, միշտ կա տարբերակ ստեղծագործելու եւ ավելի հարմարավետ դարձնելու օրը։ Իսկ մեր նավիգատորը դեռ շարունակում է ցույց տալ Մուսալեր գնալու։ Օ, հզոր, Վարդան։ Տեսնում ես ինչ է Մասիսը, բա զում արա։ Բարեկամ։ Տեսեք ընկերներ, պտղնիից տեսարան դեպի Մասիսը, մեր սուպլերը։ Այստեղ փաստորեն աղբամանների կառուցման կուլտուրա կա։ Տեսեք, եւս մեկ նման աղբաման գազի բալոնով է ոնց որ էսել։ Էսի խալաջելնիկով է։ Հա, չէ, հենց աղբաման։ Տեսեք, вообще ուրիշ աղբաման։ Փու, ուժեղ է։ Ինձ մեկ է լրիվ արդեն սովորական մեր նման որ դնում ենք էլի միտեղ։
Կողքից հոսում է գետը, գետակը։ Պտղնի։ Պտղունք։ Ախպեր թե պտղնի։ Պտղունք։ Պտղունքի առօրյան է ընկերներ եւ մեծ ախպերները նարդի են ֆրցնում։ Անուշ ախպեր վիճակա էլի, ես ուրիշ բան մի մտածեք։ Այսինքն խաղ է էլի երևա։ Դե գնացինք ապրիս։ Լավ մնացեք։ Ընկերներ, ափսոս, որ նկարողները այնպես են նկարել, որ մեզ հերթ է ասելու խնդիրներ ունենք, բայց մենք միշտ լավ բաներ ենք նկարում։ Բարև ձեզ։ Մենք միշտ լավն ենք նկարում, բարին եւ հային սազող կադրեր ենք տալիս ձեզ, որ իմանաք ով ենք մենք իրականում, ոչ թե բռնենք, վերցնենք փոցխը եւ սկսենք փոցը խանել խառը։ Դա մերը չի։ Իշտիրուն եշկայր գլոֆա։ Բրաբուսը։ Սիրուն է էլի, սիրուն տեխնիկա է։ Սարքողները շատ լավ են սարքել։ Կան մարդիկ, որ ասում են վիլիս է էլի, բայց չէ ընկերներ, վիլիս չի, վիլիսներ է։ Այստեղ շպիտներ են իրական Ես ձեզ անից մեկը անակն կալես ուսում իրեն կան Սա մի հաշկ է հայկական Տեղ չմնաց այսօր, որտեղից որ Արարատը չփիքսեցինք, Արարատը ուղղակի չքնավ է Որտեղից է, որ երևում է, այն չքնավ է Ես ձեզ նից մեկը տեղս ծիկ Մենք իմաստուն ենք ունենք ասելիք Մեր լեսուն հիմա մեր գործնա